Ողջույն նորագիրնիզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին։ Բարև ձեզ Տիկին Հովսեփյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Տիկին Հովսեփյան, Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարությունը սեպտեմբերին այս տարվա հայտարարեց հոգեբանների կամավոր ատեստավորման մասին, սակայն կամավոր ատեստավորման մասնակցած գրեթե բոլոր հոգեբանները բարձրաձայնում են խնդիրների մասին, քննադատում են այդ ատեստավորման գործընթացը եւ խոսքը ոչ միայն հոգեբանների, նաեւ ռուսերենի ուսուցիչների մասին է։ Դուք ինչպես եք մեկնաբանում այս համատարած դժգոհությունը, ինչով է իրականում այն պայմանավորված։ Իրականում հոգեբանների ատեստացիայի չէ դեռ 5 տարի առաջ, երբ որ կամավոր կոչվող ատեստավորման հարցը եկավ, այն ժամանակ եմ շատ խոսել, հիշում եք քիմիա առարկայի հետ կապված շատ լուրջ դժգոհություններ առաջացան, ընդ որում 5 տարի շարունակ այդպես էլ այդ խնդիրը չլուծվեց եւ քիմիան կարելի ասել մատերի վրա հաշված անձինք են անցնում ատեստավորվում եւ ամենահետաքրքրականը դե արդեն գիտենք որ ատեստավորումն էլ է դարձել ԽՑԲ տարբերակներով եւ այլն եւ ամենահետաքրքրականն այն է որ այն առարկան որ ժամերը գնալով կրճատվում են մասնագետների թիվն է առհասարակ հանրապետությունում փոքրանում, այդ մասնագետները ավելի դաժանորեն են, ջարդվում, այսպես ասած։ Ու տրամաբանությունն է անհասկանալի, ու ըստ որոշման պետք է 2 անգամ ատեստացիայից կտրվել դեպքում աշխատանքից ազատվի։ Սա բավականին մերկապարանոց հայտարարություն է, որովհետև եթե ազատվեց եւ ասենք գյուղ կամ մի ամբողջ համայնք չունեցավ տվյալ առարկայի ուսուցիչը, ինչ է լինելու։ Դրա հետևից ոչ մեկ չի գնում։ Եվ երկրորդը հաստիկներ բազմաթիվ։ Երկրորդը, որ եթե չեք կարող անել, ինչի եք այդ մերկապարանոց հայտարարությունը որոշումն ընդունում, որովհետև ստիպված են լինում նորից տվյալ անձին պահեն, դե ոչինչ չեք ազատվի այս տարբերակով, բայց նորից մյուս տարի պետք է տակ, եթե չես գործածելու այդ որոշումը, ապա ինչ ես ընդունում վրազ, այսպես ասած, ով են քո հետևից այդ հիմարությունը դուրս բերելու։ Նույնը արեցին հոգեբանների դեպքում։ Հիմա հերթով նեղ մասնագետների, բազմամասնագիտական թիմի նեղ անդամների վերապատրաստ ատեստավորումներն են պլանավորում, ինչ տեղի ունեցավ։ Ի տարբերություն մյուս առարկաների, հոգեբաններինը տրվեց ընդամենը 2 ամիս ժամանակահատված։ Օգոստոսի 30-ին հրապարակվեց հոգեբանների 16 անուն գրականության ցանկը, որտեղից պետք է լիներ ատեստացիան։ Եվ ամենասարսափելին այն է, որ այդ գրականությունը, որոնք ընտրել էին, նախ անհասկանալի էր ինչու այդ գրականությունը, երկրորդը որևէ գրախանութում եւ գրադարաններում հանրապետության գրեթե չկար, կամ կար մեկ օրինակ, որից հնարավոր էր օգտվել եւ պատրաստվում են տպագրել։ Օրինակ մանկան հոգեբանությունը, որը այո, հոգեբանի համար կարևոր ատեստավորման համար կարևոր առաջնահերթ գրքերից մեկն է, 1 ամիս ուշ հայտնվեց բուկինիստ, բացառապես բուկինիստ գրախանութում, բացառապես որոշակի խմբականակով, այդ մասին արդեն խոսել եմ բացարձակ անորակ տպագրություն եւ իր արժեքը, որ նախկինում 2000 դրամ էր, 7000 դրամ արժողությամբ։ Եվ այս 16 հեղինակներից մեծ մասը, կարելի ասել 90%-ը, որոնց գրքերը համացանցում չկային, ինչպես ընդունված է ասել, բինգո բռնեցին։ Իրենց անունները եւ սարսափելին այն է, որ այդ գրքերի մեծ մասը անորակ մեկնաբանություններ էին։ Այսինքն վերցրել են գիրք են ուզեցել, այսպես ասած, ստեղծեն, վերցրել են ավելի հայտնի հեղինակներից կամ թարգմանել են կամ հայերենից հայերեն են խմբագրել թարգմանել իրենցով արել ու մի հատ բարդ ծանրագույն ստորադասական նախադասություն, որի սկիզբն ու ավարտը իրար հետ կապ չունի, շարադրել դրել են գրքի մեջ։ Հեղինակներ կային, որոնք 2 տարեթվի բան ունեին, հրատարակություն ունեին, օրինակ 2019 թվին եւ 2023 թվականին։ Այդ հեղինակի նույն գրքերը դնում ես իրար կողք, վերախմբագրվել է 2023 թվականին տպագրելուց առաջ ու լրիվ ուրիշ գրքեր են։ Հիմա մարդը ձեռք է բերել դեռ 2019-ին ուսանող ժամանակ, ունի ինքը այդ գիրքը, այլևս չի առնելու ինքը այդ գիրքը, չէ, որովհետև թանկել արժի 9000 դրամ այդ գիրքը։ Վերցնում է դրանով պարապում է, գալիս է ինքը ատեստացիայի, բացարձակ կապ չունի ատեստացիան դրա հետ, որովհետև անգամ թվական տվյալները 2 գրքում տարբեր են նշված։
մոտեցումներ, օրինակ, հա, փիլիսոփաներ, չգիտես, ինչպես, որտեղից ով ասեց, ինչ ասեց, ինչու ասեց, այդ ամբողջ ընթացքը լրիվ այլ բանի մասին է խոսում։ Ու դրանից հետո ատեստավորում են անում, այսինքն 1.5 ամիս գրքերի եւ այլնի հայթայթումից հետո ատեստավորում են անցնում եւ բարձվում է, որ ատեստացիայի թեստերը մի հատ էլ գլուխ կոտրուկ էստեղ է։ Մարդը պետք է կարդա եւ փորձի գուշակել էս ինչ հարցեր, ինչի մասին էր, ում մասին էր։ Եթե ինչ որ ձևով փորձել եք ապացուցել, որ հոգեբանները շատ վատն են, ապա չստացվեց, որովհետև այդ հոգեբանները մինչև այդ այնքան ատեստացիային անց է երեխեք կյանք ուղարկելով, որ ձեր քայլը ձախողում էր ու էժան կինո այն առումով, որ նորից հերթական անգամ եթե պիտի բարձրացնեիք աշխատավարձ, ուղղակի չբարձրացրեցիք։ Եվ ամենահետաքրքրականն էլ ինչ էր, երկրորդ խնդրահարույցը, որ եթե շեմը մնացած դեպքերում 60% էր, այս դեպքում 70% էին սահմանել, եւ եթե այն մյուս ուսուցիչների դեպքում 60%-ի դեպքում 200,000-ից սկսած այսպես բարձրանում է աշխատավարձը, այստեղ ուզում ես 100 ստացի, ուզում ես 90 ստացի, 135,000 առավելագույնն է, որից դուրս է գալիս հարկերը եւ այդ հոգեբանը այդքան տառապանքի միջով անցնելուց հետո ընդհանրապես կարող է ստանալ օրինակ հավելավճար 20-30,000 դրամ։ Եվ սա մոտիվացիան էր հոգեբանների այն ծանրագույն աշխատանքի, որը իրականացնում են այդ մարդիկ կապ երեխաների հետ։ Հետո էլ ինչպես որ ընտրությունների ժամանակ հոսանքն են հա, այսպես մի հատ էլ խաղ խաղացին այդտեղ, մի ամբողջ ընթացքում ներկայացրեցին, որ պետք է լինի on-line տարբերակով, ընդ որում իմ ծանոթ հոգեբանները, դպրոցի հոգեբանները զանգահարել էին նախարարություն եւ ինձ հարցրեցին, արդյոք տեղյակ ես էլ ուղղորդեցի նախարարություն, որ իրենցից կարող եք իմանալ, ասվեց Սոֆիա ջան, ճիշտն ասած զանգահարել ենք, սկզբից ասեցին, որ չէ թղթային պետք է լինի, հետո են զանգի, ասել են չէ on-line պիտի լինի, դրանց անցնում է 1 շաբաթ, որոշում են կայացնում թղթային տարբերակ։ Իսկ թղթային տարբերակի կեղծելը 1-ից 1 է։ Ու ասենք աբսուրդ էր արդեն այդտեղ, հասկանալի է, որ արդեն մինչև ընտրությունները հոսանքն անջատել են, հա, անելիքը արդեն արել են։ Էլ անիմաստ է այդ խեղկատակությանը մասնակցել։ Եվ անգամ հարց չեն համարել մարդկանց տեղեկացնել, մարդիկ գնացել են համապատրաստից, անգամ գրիչ չեն ունեցել իրենց հետ, որ նստեն թղթային տարբերակով լուծեն։ Այսինքն բոլոր ճանապարհներով գնացին նրան, որ նախնական դիմաց մինչև 600, բայց կարծում եմ, որ մի 100 հոգի քիչ է մասնակցել։ Մասնակցող հոգեբանները հոգեբանական ճնշմամբ բռնության ենթարկված, բուլինգի ենթարկված, իրենց իրելի բառն օգտագործում հասկանան, բուլինգի ենթարկված ատեստավորումից դուրս եկան։ Եվ որն էր իրենց խնդիրը, ես ուղիղ կգնահատեմ ժլատությունը, ծաղրածուի կերպար ընդունած իրենց գործելավոճը, որ մարդկանց փորձում են ուզում եք հոգեբաններ ջան ատեստավորել, խնդրեմ, տեսեք ինչ կբերեմ ձեր գլխին։ Ու իրենք ակնկալում են, որ մյուս տարի հոգեբանը պետք է գնա ինչ-որ բանի, բայց սա այս ամեն ինչը անկեղծ եթե լինեմ, մի լավ բան տվեց, որ օրինակ ես 20 տարի առաջ, 22 տարի առաջ եմ, հա, ավարտել, այս 16 գիրքը նախ իմացա, որ նման հեղինակներ են լույս աշխարհ եկել, այսպես ասած, ոնց է, ասենք, ոչ մի բան դասախոսներ էին, այո, մեկ էլ գրքեր են, հա, թողարկել, այսպես ասած, ծանոթ չէի, որովհետև իմ գործունեության, պրակտիկ գործունեության մեջ պետք չի եկել, որ ծանոթանա։ Երկրորդը ծանոթացա գրքերին առհասարակ վերհիշեցի շատ բաներ, շնորհակալություն, այդքանով թեման փակեցինք, անցավ գնաց այդ 20-30,000 դրամի համար արժի ձեր հետ առհասարակ երկխոսության գնալ, մի հատ է ձեր համար ատեստացիա անցնել։ Դուք էլ ձեր խոսքում արդեն անդրադարձաք թեստերի կազմանը եւ նաեւ մասնակցած ատեստավորմանը մասնակցած հոգեբաններն են նշում, որ կամ վատ սխալ է կազմված կամ կան բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ։ Ձեր գնահատմամբ այստեղ դիտավորություն կա օրինակ ԿԳՄՍ-ի կողմից եւ որն է սրա համակարգված մեխանիզմը այս ամենը շտկելու համար։ Գիտեք, այն որ դիտավորություն կա, ճանաչելով իրենց, ես վստահ եմ։ Բայց այնքան անփույթ, անգրագետ, անտեղյակ այն փողոցից բերած մարդիկ են զբաղվում լիքը հարցերով, որ կարող ես ասել բացարձակապես անփութություն էլ կա այդտեղ։ Հասկանում եք, չի կարող հոգեբանը, որը
հոգեբանության ընդհանուր պատմությունից, հոգեբանության հիմունքներից տեղյակ է, ծանոթ է, ու նման գլուխ կոտրուկ սարքի։ Ուղղակի չի կարա, միտքը չի կարող ձևակերպի այդքան բան, որովհետև մասնագիտական էթիկան դա թույլ չի տալիս։ Մեր հոգեբաններիս կարևորագույն խնդիրը դրված է խոսել այնպես, որ դիմացինի համար դա հասկանալի լինի։ Իսկ ստեղ հարց է ձևակերպվել այնպես, որ հոգեբանի համար անհասկանալի լինի։ Ոչ թե տերմինակոխենար է, ասենք, վայ, գիտեք տերմինները, չէ, տերմինը պարտավոր է իմանալ, այլ խոսվում է ինչ-որ երկար նախադասություն է, որի միտքը 10 անգամ կարդում ես ու չես հասկանում, լավ չէ ուզում հարցնի, տակը դրած են հեղինակներ կամ ինչ-որ պնդումներ կամ ինչ-որ բան է, որը եթե դու ընկալել ես հարցը, չի բռնում դրա հետ։ Ու այսպես շարունակ, ու մի քանի տեղ, ու որոնք բավականին բարդ, այսպես ասած 10 պնդումներից ընտրել օրինակ 3-ը կամ 4-ը, տրված է ընտրել 3-ը, ճիշտ է 4-ը, ու եթե դու 3-ն ես ընտրում, 0 միավոր ես ստանում, որովհետև 4-ն էլ կար այնտեղ, բայց պահանջում գրված է 3-ը, եթե 4-ն ես ընտրում, էլի 0 ես ստանում, որովհետև այսինքն այնպիսի մի հատ մանիպուլյացիաներ էին սարքել, որ թերևս հոգեբանները անկեղծ ասած, ես գոնե մի 50-60 հոգու հետ առնչվում էի, գնալուց առաջ բոլորը չափազանց դրական էին տրամադրված, ես ինչու չգնացի, երբ որ իմացա արդեն թղթային, ասի վсё, լույսերը հանգեցրել են, տղաներիք չկա, ես չուզեցի ինչ-որ ձևով այդ մասին անգամ խոսել, որովհետև դուրս կգար, որ ես չեմ գնում և դիրքորոշում եմ հայտնում մյուս մասնագետներին գնալու համար, լռեցի, բայց սպասում էի այդ արդյունքին, ինչու, որովհետև ես 5 տարի առաջ մինչև այսօր տեսնում եմ ինչ եմ բերում քիմիայի ուսուցիչների գլխին, մաթեմատիկայի ուսուցիչների գլխին, տեսնում եմ ինչ եմ բերում ռուսաց լեզվի, ֆիզկուլտուրայի և այլն, այսպես շարունակական։ Եթե ինչով ես տարբերվում դու հոգեբանից, ինչու քեզ չկոտրեն, մեծ սիրով։ Տիկին Հովսեփյան, այս կազմված թեստերն արդյոք համապատասխանում են մասնագիտական իրական պահանջներին, թե ավելի շատ ստում են տեսական գիտելիքներ, օրինակ անտեսելով հենց գործնական հմտությունները, որովհետև մեզ հետ զրուցած հոգեբանները շեշտում էին, որ այդ թեստերում շատ քիչ բան է ներառված եղել մասնագիտական այն հմտություններից, որոնք ավելի շատ օգտագործվում են, անհրաժեշտ են լինում դպրոցներում, օրինակ այդ դասապրոցեսի ժամանակ։ Տեսեք, իրականում այն ինչը որ ներգրաված է, դրանք պիտանի, օրինակ հոգեբանության ընդհանուր հիմունքներից, պատմությունից եւ այլն, դրանք պիտանի է, հոգեբանը պիտի իմանա։ Բայց դա պետք է իմանա, դա չի օգտագործում։ Հա? Այն որ հոգեբան իմացավ հիշողության սահմանումը, բայց չկարողացավ զարգացնել երեխայի հիշողությունը, այստեղ որևէ օգուտ չի տա այդ սահմանումն անգիր իմանալը։ Այ ներառված չէր ինչպես զարգացնել իմացական process-ները, այսինքն պրակտիկ եւ գործնական։ Ներառված չէր այն թե հոգեբանը ինչպես պետք է իրեն դրսևորի աշխատանքում, հա, հոգեբանի էթիկան, սենյակի կահավորանքը եւ այլն եւ այլն, այդ ամբողջ process-ը, որում ինքը գտնվում է եւ աշխատում է, դրանց կարող է լինել մեկ հարց այդ ամբողջ հարցաշարի մեջ։ Այն դեպքում, երբ որ կամ կապ երեխաների հետ աշխատելու կանոններ եւ այլն, որևէ բան ներգրաված չէր։ Այն դեպքում, երբ որ հոգեբանը ուղիղ եւ անմիջականորեն առնչվում է ընդհանուր դպրոցի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, որովհետև թերևս հանեցին բազմամասնագիտական թիմը դպրոցից տարան միացրեցին տմակին, բայց եթե դպրոցում կա հոգեբան, նա աշխատում է նաև կապ երեխաների հետ։ Ուստեղ խնդիրը, ահա, իդեպ, հարցաշարերը, որոնք ներգրաված էին, այդ հարցաշարերը տրված էր եւ տմակի հոգեբանների համար, եւ դպրոցում աշխատող հոգեբանի համար, եւ մանկապարտեզում աշխատող հոգեբանի համար։ Ասենք, պիտի տարանջատում լինի թե չէ, պիտի առանձնացված լինի թե չէ, տարիքային առանձնահատկությունների մասին գրեթե հարցեր չկային, այսինքն այն ինչին պետք է կոնկրետ ուշադրություն դարձնեին, իրենք դրանք դրել են կողքի, որոնք պարտավոր է հոգեբանը իմանա եւ խիստ անհրաժեշտ է իր ոլորտում աշխատելու համար։ Բերել էին հոգեբանության պատմությունից, որտեղ Դեկարտն ասել է այս ինչը, Արիստոտելն ասել է այն ինչը։ Հա, աղբեր ջան, ասել են, լավ են արել, բայց այդ
ինչ տվեց երեխուն։ Ասենք ես կարդացել եմ Արիստոտելի հոգու մասին աշխատությունը, շատ լավ է, շատ լավ հեղինակ է, շատ լավ փիլիսոփա է եւ այլն եւ այլն, բայց դա երեխու հետ աշխատանքում ինձ ընդամենը իմ աշխարհայացքն է ձևավորում, ընդամենը իմ գիտելիքներն է շատացնում, ընդամենը իմ խոսքն է մշակում եւ այլն եւ այլն, բայց երեխու աշխատանքում ինչ է դա տալիս, որևէ ոչ մի բան։ Բուհից հետո ինքը ինձ պետք չի եկել, բուհում քննության համար է պետք եկել, հա, եւ ընդհանուր զարգացվածության համար։ Իսկ հիմա բերել հոգեբանի ատեստացիայում դրանք ներառել, ընդ որում վերցնել այնտեղ, որտեղ կարելի է խաղարկել, որտեղ կարելի է մանիպուլյացիաներ անել, այդ հեղինակներն են վերցրել։ Բնականաբար, եւ ամենահետաքրքիրն ինչը այնտեղ հեղինակներ կար գրքերում, որ օրինակ հղումը տալիս է Վիկիպեդիային։ Երբ հեղինակը հղումը տալիս է Վիկիպեդիային, որտեղ ցանկացած ոք, մեր գյուղի չոբանը կարա մտնի խմբագրի, այլևս այդ հեղինակին ներառելը աբսուրդ է։ Ուղղակի աբսուրդ է, գուցե ինքը շատ լավ պրոֆեսոր է, գիտնական է, դոցենտ է, չգիտես, ինչ որ գիտական աստիճան ունի, հա, բայց երբ հղում ես տալիս դու մի անհասկանալի աղբյուրի, այլևս կասկածի տակ է դրվում քո ստեղծած գիրքը, ու վերել դա ներառել հոգեբանների ատեստացիան, մի քիչ անհասկանալի երևույթի մասին է խոսքը։ Այդ ատեստավորման մասնակցած հոգեբանները բարձրացնում էին նաև մեկ այլ խնդիր, որ թեստերը կազմված չեն այն հեղինակների կողմից, որոնց գրքերը օգտագործվել են, հա, նախապատրաստական այդ գործընթացում։ Ձեր գնահատմամբ ինչու է նախարարությունը ամեն կերպ, այսպես ասած, փորձում ձախողման տանել այս process-ը։ Եվ արդյոք կա նախարարությունը գնահատում է թե հրատարակված այս թեստերով որքանով են գիտականորեն ստուգված, թե ամեն ինչ թողված է ինքնահոսի եւ անփութության, ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք։ Ես արդեն ասեցի, այդ մասին էլ չեմ ուզում խոսեմ, բացարձակ իրանք կներեք առաջին դասանի Այբենարանի տարասխալների քանակը տեսել եք։ Աշխատանքային տետրերի սխալների փաթեթը տեսել եք, ընդ որում մտել է տպագրության եւ լայն կիրառման։ Դրանք ալարել է, ասում է ժամանակ չունենք խմբագրենք եւ սրբագրենք։ Հիմա եթե առաջի դասանի երեխեն նոր տարուսուցում է խմբագրման ու սրբագրման վրա ժամանակի եւ գումարի խնայողություն է լինում, որովհետեւ անհետ լափում են ու չկա։ Ինչ սպասեմ ես հոգեբանների համար կազմված թեստերից։ Իրականում այնպես չի, որ հեղինակները պիտի կազմեին։ Նախ հեղինակներից որոշ մարդիկ ցավոք կենթանի չեն։ Այն մարդիկ, ովքեր էլ կան, պարտադիր չի, որ իրանք պետք է թեստերը կազմեին։ Երրորդը մենք չգիտենք ովքեր են թեստերը կազմել։ Գուցե իրանք կան, ուղղակի ասում են մենք չենք, որովհետև այդ հասարակական լայն ալիքը եւ որ կա, որևէ մեկը չի ուզում ասի ես եմ, հա, ու դառնա այն Միշենյա, որ բոլորը ոնց կարան հարվածել։ Չգիտենք ով է կազմել։ Գուցե նախարարության աշխատողներն են կազմել, այնտեղ ունեն մի հատ նստած հոգեբան, բանեց, այդ ոլորտից դուրս եկավ գնաց պաշտոնի նստեց, իրան թվում է թևերն անպոտվել է, աղբեր, արի իջի ներքև իրար հետ որպես հոգեբաններ մեր աշխատանքային ու ճանապարհ ուղարկած երեխեքով հարաբերվենք։ Այդտեղ կհասկանանք, էլի, թե որը որտեղից հետո է, բա դու նստել ես այնտեղ, գոնե քո գոլեգայի շահերը պաշտպանել փոխարեն մի հատ էլ բաներ տեքստերը գրում անհատապես հոգեբաններին վախեցնելով կամ ինչ-որ բան անելով գրագիտությունից ու անգրագիտությունից խոսում չէ, այնտեղ որ հասար դու գրագետ չդարձար։ Այո, դու լավ հոգեբան էիր, երբ որ դու աշխատում էիր այդ երեխեքի հետ, բայց երբ որ դու ուրացար ու մոռացար, թե որն է լավ հոգեբան լինելը, այլևս դու հոգեբան չես։ Դու ընդհանրապես խաղում էիր ստեղ հասնելու ընդեղ։ Այսքան բան, ու ոչ գիտենք ով է սարքել այդ թեստերը, ով է սկզբից անկեղծ մտածում էի, որ արհեստական բանականությանն է տրված, հա, այդ պաշտոնը, այսպես ասած։ Հետաքրքիրն ինչ է, որ հոգեբաններից մի քանիսը վայմել էին, հարցրել էին ChatGPT-ին, թե հələ մի հատ կարծիք հայտնի, հիմա այդպես է, չէ, տանել ճաշեպելուց հարցնում են։ Ու այս արհեստական բանականությունը տվել էր այդ թեստերի կատաստրոֆիկ սխալների քանակը։ Տեղից հասկացանք, որ չէ, էլի, այն արհեստական բանականությունը մի քանի անգամ խելացի է մոտեցել հարցին։ Որոշ հոգեբաններ նույն ձեր տեսակետը հայտնեցին, որ կարծես թե արհեստական բանականության։ Ի սկզբանե մենք այդպես էինք մտածում, որովհետև մտածում էինք, որ չի կարող այսքան միտում լինի։
Բայց երբ որ տրվեց արհեստական բանականության տարբեր ծրագրերով ընդ որում, դե գիտեք մի քանի հազար ծրագրեր ունեն, բոլորի դեպքում եկավ թե ինչքան կոպիտ սխալներ կա եւ այլն, հասկացանք, որ լավ, այս ինքն իրան չէր քննադատի, էլի անգրագեթանի այս աստիճանի։ Այս նշանակում է, որ ինչ որ մեկ իրան արհեստական բանականության տեղ է դրել, բայց իրապես իր բանականությունը արհեստական է։ Շնչավոր արհեստական բանականություն է, ինքը անշունչ արհեստական բանականությունը շատ ավելի լուրջ բանականություն ունի, քան շնչավոր մեր արհեստական բանականություններից։ Պլաստմասա է պարզապես իր բանականությունը, որի արդյունքը քաղում են մասնագետները։ Տիկին Հովսեփյան, բազմաթիվ հոգեբաններ, նաև ռուսաց լեզվի մասնագետներ դիմում փողոքներ են ներկայացնելու նախարարություն կապված ատեստավորման արդյունքների հետ։ Ինչ կարող ենք սպասել սրանից, արդյոք սա որևէ կերպ կազդի արդյունքների կամ հենց ատեստավորման գործընթացի վրա ինչ եք կարծում եւ ինչ կարելի է անել այդ դժգոհությունները մեղմելու համար։ Ոչ մի բան հնարավոր չի անել այդ դժգոհությունները մեղմելու համար։ Տարիներով դժգոհում են, իրենք նույն օրակարգով գնում են առաջ, առհասարակ որևէ կերպ հետևություններ կամ դատողություններ կամ շտկումներ չանելով։ Իրենց պետք է, ընդ որում ասեմ ձեզ ինչ արեցին։ Մի պահ էր, որ այդ դժգոհությունների ալիքը շատ բարձրացել էր եւ մասնակցության թիվը քչացել էր, դրեցին մի տարի թեթևացրեցին, մասնավորապես այն առարկաները, որոնք նոր էին մուտք լինում, որպեսզի օրինակ դասվարը չդժգոհի գնալուց, հաջորդ տարի առաջի տարին դրեցին բավականին թեթև, ովքեր հենց առաջին տարին դիմել էին շահեցին, դրանց հետո ջարդը սկսվեց։ Հետո մյուս առարկաները, իդեպ ասեմ, հենց դա նպաստեց, որ հոգեբանները այդ ծավալով դիմեցին, մտածեցին, որ դա առաջի տարին չեն հասցնի այդքան նագլի անան, բայց չգիտեին, որ նագլի ձեռ են տվել իրենց թեստերը կազմելու, հա։ Եվ արդյունքում այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ մարդիկ ոգևորված եկան, նորից կտրվեցին, գնացին։ Հիմա երբ որ տեսնեն էլ մյուս տարի հայտարարեցին մրցույթ, այսպես ասած, կամավոր ատեստավորման եւ հոգեբաններից մասնակցեցին 600-ի փոխարեն 50 հոգի, ես վստահ եմ իրանք դասի խելքի կգան։ Այդ 50-ից էլ մի 40-ը նորից կտրվեց, այն 10-ն էլ ինչ որ ճանապարհով անցավ կամ գուցե բախտը բերեց անցավ կամ գուցե շատ կարդաց անցավ, ինչպես իրենք են ներկայացնում։ Կհասկանան, որ կամ է, կամ էլ պետք է հանեն առհասարակ դա։ Էս է ամբողջ հարցը։ Անդրադառնանք նաև այսպես եկեղեցի պետություն հարաբերություններին, տևական ժամանակ է գիտենք Փաշինյանը արշավ է սկսել եկեղեցու դեմ եւ արդեն որոշ ժամանակ է ամեն կիրակի գնում է ինչ-որ եկեղեցի, ինչ-որ շրջիկ, այսպես ասած հոգևորականի քահանայի հետ կեղծ պատարակ է մատուցում եւ նախորդ օրն էլ Գյումրիում էր եւ կարծես հերթական անգամ Փաշինյանը ձախողվեց, բայց կանգ չի առնում։ Ձեր գնահատմամբ ինչ նպատակ է սա հետապնդում, ինչ է ուզում ապացուցել Փաշինյանը։ Եթե ինքը մի պահ կանգ առներ, Արցախ կունենայինք։ Ինքը կանգ չի առնելու, որտեղ ինքը առել է այն ամեն ինչը, ինչի համար չպետք է կանգ առնի։ Ու ինքը պիտի իր օրակարգը առաջ տանի, մինչև մեղմ ասած սատկի պրծնենք սաղով։ Սկզբից մենք որևէ մեկը չենք հասկանում, որ իր մատորը ուրիշ բանի համար է այդքան սիրուն, պուպուշ աշխատում, հա, որ մարդիկ ներգրավի, հավատացողներ ներգրավի, ընդգրկվողներ, այն մարդիկ, ովքեր ունեն արած, դրած, ստեղծած հեղինակություն անում, պատիվ, որ գան, սատար կանգնեն, որ ինքը դառնա ինչ-որ մի բան, ստեղծի ինչ-որ մի բան, հետո փոխվեց ամեն ինչ ու հիմա ինքը կանգ առնելու տեղ չունի, հնարավորություն չունի, որովհետև ինքը արդեն մինչև գալը համապատասխան քայլերն ու համապատասխան պայմանավորվածություններն ունեցել է։ Հիմա իր առաջ հերթական խնդիրն է դրել քայքայել եկեղեցին, որը բացարձակ համակարգ է, որի գոյությունն է պահպանել հայ ժողովրդի մշտական վերարտադրությունը եւ պետականության ստեղծումը, որի գոյությունն է, որ մեզ որպես հայի պահել, բերել, հասցրել է աշխարհում ինչքան պետություններ, ինչքան ազգություններ ուղակի վերացան, հայը մնաց, հայը կա։ Եվ այն խնդիրը, որը դրել է դեռ Օսմանյան Թուրքիայի ժամանակներից, ինքը այսօր իրականացնում է ու դրել են խնդիրը, նպատակը գալիս են հետագայում արդեն Աթաթուրք եւ այլն, հիմա ինքը իրականացնում է։
հասկացան, որ իրանց ձեռով սարքեցին կրակն ընկան ցեղասպանություն, պահանջներ եւ այլն, ինչի հայ ձեռքով կանեն, կջարդեն, կսպանեն, կոչնչացնեն, ով է կանգնելու, ասի մի հատ էլ կասեն, հա դե մտածենք 5000 երեխաներ չեր ծնվել, ինչ կա որ հալալ է Փաշինյանին, Աստվածն է ու վերջ։ Ով է ասում, որ հայերի կոտորած է դա, ով է պատերազմ է, դե երեխան գնաց է, զոհվել է, դե հիմա էլ եք ուզում պատերազմին, չէ, բերեք խառնամբող դառնանք, բերեք լուծվենք, վերանանք, գոյություն չունենանք, բերեք կա մի ժամանակ, որ շատ պետությունների ներսում ասորին, որ վախենում է, ասի ասորի է, հա, կամ հայը Թուրքիայի գյուղերում ծպտված է, այդպես դառնանք ու վсё, Թուրքի կերպարն առնենք, ապրենք։ Մինչև վերջնական լուծվենք, վերանանք, սա ինքը կանգ չի առնելու։ Ամոթը ամոթի հետևանքով բերում է, բայց մի հատ շատ հայտնի խոսք կա, հա, թքում ես երեսին, ասում է անձրև է գալիս։ Իրանց մոտ հենց այդ վիճակն է։ Հենց այդ վիճակն է։ Իրենք ձեզ թվում է դասեր քաղեցին, իրենք ոչ թե դասեր քաղեցին ամաչելով, այլ իրենք երեկվա դեպքը վերցնելու են, որ հաջորդող անգամ նման դեպք չլինի, որ արդեն երգչախումբը որ երգում է, ամեն երգչախմբի կողքը մի հոգի ախրանա կանգնեցնեն, որ հանկարծ ներսից մեկը չհնչի կաթողիկոսի անունը, հենց հնչի բերանը փակեն, կապ չունի աղջիկը, ինչի երկրորդ հարկից ներքև գցեն։ Հիմա էլ ասում է պիտի պատարագից առաջ օրներ գհնչի կամ դրոշը եկեղեցու վրա լինի, սա ինչ հայտարարություններ են։ Բա ինչի ազգային ժողովում օրներ չի հնչում։ Չէ, լավ, ուրիշ հարց տամ։ Բերեք կանգնեցնենք ազգային ժողովի պատգամավորներին, ԿՊ-ական բոլորին ու առաջարկենք օրներ երգեն։ Տեսեք, քան տոկոսը բառեր գիտի։ Ազնվությամբ եմ ասում դա։ Բայց Առանց առաջարկում բացառությամբ են փոփոխել եմ ասում։ օրինակորներ։ Առաջարկում են փոխել, այդտեղ փողեր կա, հա, հետո են գլխին գե թե ինչ է։ Ամեն մեկը մի հատ օրակարգ կապիկ բերում է, որ փող աշխատի։ Դա թողնենք կողքի։ Բայց իրանք օրտերկի բառերն անգամ չգիտեն։ Ազգային ժողովը, խորհրդարանը, որը խորհրդարանական երկրում համար 1 ամբիոնն է, այդտեղ իշխող կուսակցության падգամավորները չգիտեն օրդներկը, ավելին ասեմ, օրդներկը չի հնչում ամեն նիստերի սկսվելու օրվա առավոտյան, չի էլ ավարտվում օրդներկով փակումը, բա իրանք պետք է օրդներկը հասկանում եք պետության կարևորագույն խորհրդանիշն է, պետության կարևորագույն խորհրդանիշներից մեկը սահմանում է հենց ազգային ժողովը, բա ազգային ժողովի падգամավոր էր, որ չգիտի օրդներկ ու չի էլ կիրառում ու չի էլ երգում, դու տանում ես եկեղեցում, որտեղ այնքան օրդներքեր կան, ամբողջն է օրդներք այնտեղ, ամբողջությամբ է օրդներք, խնդիր չի, թող գնա եկեղեցում օրդներքը երգեն, գնացեք բոլոր անգամ այս դավադիր հոգևորականներին կանգնեցրեք օրդներք իրանք ծերի ծեր ու հրաշալի ձայնով ուշացիրուն կերգեն, բայց ձեր խմբակցությունը կերգի, չգիտեք, ես ուրիշ բան եմ մտածում, իրանք ուզում են ազգային ժողովում, եկեղեցում օրդներկը երգել տան, որ գոնե իրանք բերանները բացեն, փակեն, ինչպես անում են ազգային ժողովում, իսկ խո իրանք շարական չգիտեն կամ չեն հասկանում շարականից, որ իրանք շարական երգեն եկեղեցում, եթե իրանք մտնում են եկեղեցում թատրոնի վերածած ծափ են տալիս, ինչի եմ զարմանում, որ օրդներկը պետք է լինի, ինչի ենք զարմանում, ինչն է խնդիրը, որտեղ է մեր զարմանքը, խաչը հանելու են դրոշը դնեն, ինչ են անելու, կներեք, իսկ մեր դպրոցների դրոշների վիճակը տեսել են, իսկ մեր պետական հաստատությունների դրոշների վիճակը տեսել են, հասել են եկեղեցու, Մայրաթորի դիմացը եկեղեցու դրոշներն էլ է դրած, Արցախի դրոշն էլ է դրած, պետության դրոշն էլ բոլոր դրած են, Գյումրի քաղաքի 4 եկեղեցիներ հրապարակամերձ,
կենտրոնական հատվածում դրոշները դրած է։ Խորվիրաբի եկեղեցու մոտ ընդ որում հանրային նախաձեռնությամբ դրվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։ Հայաստանի դրոշը Հայաստանի սահմաններում կա։ Հələ գնացեք իրանց պաշտելի Թուրքիա։ Ամբողջ տեղերում դրոշներն է։ Դու եկել ես քո դրոշը, քո խորհրդանիշը բանակի գլխից իջեցրել ես, եկեղեցու գլխին ես բարձրացնում։ Այ երբ որ դու այնքան դուխ ունեցար, որ Ադրբեջանի դիմացը քո դրոշը բարձր ծածանվեց ու չիջավ, դա ժամանակ դրոշ ծածանելուց խոսա։ Խո հասկանում եք, պաթոսից են անընդհատ խոսում։ Պաթոսի մեջ խեղդվել են, մեռնում են, հասկանում եք։ Օրհներկից են խոսում, օրհներկի բառերը չգիտեն իրենք։ Օրհներկի արժեքը չգիտեն իրենք։ Հա, բերեք փոխենք օրհներկը, խնդիր չի։ Ինչ տնենք, Ալեն ջան, քո բառերը։ Թե ինչ որ մեկին ես հաճոյանում, թե ինչ որ մեկը քեզ գումար է տալու։ Բոլոր ժամանակներում խոսում են օրհներկի փոփոխության մասին, որը բոլորս գիտենք, այո, պետք է։ Բոլորս գիտենք, որ գերբը պետք է փոխվի, բայց հետաքրքիրն ինչ է։ Փոխանակ հենվեն գերբի փոփոխության վրա լուրջ մասնագետների վերլուծությանը, մենք ուզում ենք, որ առյուծը պոչը էս կողմ լինի, դու ինչ ես հասկանում դրանից, որ առյուծից ես խոսում։ Կամ երբ որ դու առյուծից ես խոսում, առյուծի ուժից, դու պետք է առյուծ լինես, հասկանում եք։ Երբ որ դու հոգով, կենսաբանությամբ նապաստակ ես, առյուծից խոսելը մի քիչ անհասկանալի է, հասկանում եք։ Էս է ամբողջ հարցը, թող դնեն։ Նորից եմ կրկնում, հոգևորական դասը ամբողջությամբ վերից վար օրհներկը, այո, մեր ականջին հաճո կկատարի։ Դուք вообще մտնում եք դպրոցներում օրենք է ընդունվել դեռ նախկին իշխանության ժամանակ, որ յուրաքանչյուր երկուշաբթի օրերը պետք է շաբաթը բացվի օրհներկով։ Գնաց է հետաքրքրվել եք, որ դպրոցում որ դասարանում է դա այդպես արվում է, չի արվում, հետաքրքրվել եք։ Այդ երեխուն դպրոցում պետք է օրհներկը սովորես։ Այ որ սովորեցրած լինեին, այսօր ազգային ժողովում Լենան Ազարյաններ օրհներկի բառերը կիմանային, հայրմերի բառերը կիմանային։ Չէ, եկեղեցու պատմությունը ջնջին հանին, էլ սովորող չի լինի հայրմերը։ Օրհներկը գոնե հետաքրքրվում են, կա թե չկա։ Հիմա գնում ես, որ ինչ անես։ Տանում ես, որ ինչ անես եկեղեցում։ Դպրոցները գնա քո պեկ մտի, գնա քննչական կոմիտետ մտի։ Հələ տես կանգնեցրու բոլոր քննիչներին ու ասա՝ մի հատ հələ օրհներկը կարդացեք, երգեք, ասմունքեք։ Դպրոցում Միքայել Նալբանդյանի բառերը մենք անցել ենք, հա, իտալացի աղջկա երգը։ Լավ թող այդպես ասեն, որպես այն ժամանակ անգիր սովորած ինչ որ տեքստ։ Չեմ ասում փոփոխած օրհներկի վերածած տարբերակը։ Էդ էլ չգիտեն։ Հիմա մենք ինչի մասին, ուզելով չի դա, այդ դատարկաբանությունը օրակարգ լցնելն է, որ որևէ մեկը չասի ինչի է զինվորդ կռացած անցնում ադրբեջանցի դիմացով քանակով հաց։ Իդեպ ասեմ, ամուսինս ծառայել է Արցախում ժամանակին, հա, այն ժամանակ որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել հրամանատարը, այդ ամբողջ տարածքում այդ նույն իրավիճակով կռացած անցել են ադրբեջանցիները։ Ու դեռ ես այս պատմությունը շատ վաղուց գիտեի, որ ինքը ասում էր, որ կանգնում էինք, հացերը հաշվում էինք, պատրոնները հաշվում էինք, ես ինչն անում էինք, մի հատիկ էլ հաց լինում էր, ավել հանում էինք, որովհետև в общем, չպիտի էլի այսպես։ Ու այդ վախի ու ահի մեջ իրենք կարողացել են Արցախ պահեն։ Իրենք հասկացել են 16 թվականին մենք ծաղրում էինք Մանվելին։ Մեկը անկեղծ ասաց ես, որովհետև ես տեսնում էի էջմիածնում էին ինչ տեղի էր ունենում ու ինձ համար ինքը այլևս արժեք չուներ։ Բայց երբ որ 16 թվականին ես գնացի Հասաֆիզուլի այդ կողմերը ամբողջությամբ ու Մանվել ամեն ծակուցուկից Մանվելը ստեղ է ոչ մեկ ռիսկ չի անի որևէ բան։ Ես հասկացա թե ոնց է ինքը մտած մարդկանց մտածողության մեջ անպարտելի որպես։ Իսկ դա այնքան կարևոր բան էր։ Ու ցավոք այդ կերպարը փչացավ այստեղ ու դրանից օգտվեց Նիկոլ կոչվածը, հա։ Բայց եթե մենք կարողանանք այդ կերպարները պահենք, այսօր այլևս նույն բանը չէին անի մեր զինվորի գլխին, որովհետև դրա կարիքը չէր լինի։
ուղղակի չէր լինի դրա կարիքը։ Եվ Տիկին Հովսեփյանը ամփոփելով զրույցը մոտենում ենք 26-ի խորհրդարանական ընտրությունները եւ ավելի վաղ քաղաքացիական պայմանագիրը այսպես հայտարարություն արեց, որ եթե ցանկանում են կուսակցականները ընդգրկվել ԿՊ ընտրական ցուցակում, պետք է 500,000 դրամ վճարեն, իսկ եթե ԿՊ անդամ չեն, բայց ցանկանում են ընդգրկվել, 1.5 միլիոն դրամ պետք է վճարեն։ Ձեր կարծիքով ինչու այս ընտրություններում նման որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանը, որտեղ եթե չեմ սխալվում 2018-ին նման բան չկար եւ արդյոք քաղաքացիական պայմանագիրը այսպես ասած ֆինանսական այդքան մեծ խնդիրներ ունի եւ դուք օրինակ կվճարեիք 1.5 միլիոն ԿՊ վերադառնալու համար։ Եթե անգամ ԿՊ-ն 1.5 միլիոն ոչ թե դրամ, այլ դոլար տասնապատիկն է վճարի, իրանց շարքեր ներգրավելը շան տղություն է։ Արդեն մեջ նեղածները 20 թվից հետո մնալը շան տղություն է։ Կներեք կոպիտ եմ արտահայտվում, շատ գրեհիկ է դա, բայց այդպես է։ Իսկ դուք մասնակցելու եք 26 ընտրություններին, պատրաստվում եք մասնակցել։ Ես իմ հիմա ընտրությունը կատարել եմ, իմ երեխով ապրել է, այսպես ասած, եւ անել այն ամեն ինչը, ինչ անում եմ։ Դեռ 26 ընտրությունների մասին չեմ մտածում։ Ինչու, որովհետեւ ես հույս ունեմ, որ դրան չենք հասնելու։ Իսկ եթե մենք հասանք ընտրությունների, ես վիժվածքը նորից վերարտադրվելու է։ Լույսերն անջատելն իրա ձեռն է։ Լցոնելն իրա ձեռքն է։ Մենք ճանապարհ ունենք, չէ՞, անցած տեսանք 21-ին ինչ արեց, որ ինչ անի 26-ին։ Մենք պետք է հասնենք 26-ի ընտրություններին, թե նորից խեղկատակություն պետք է անի, նորից ընդդիմության հետ կա համաձայնության, նորից վաղաժամ ընտրություններ դնի, նորից ասի քեզ այսքան մանդատ կտամ, նրան այդքան մանդատ կտամ, համաձայնության կան գնան առաջ։ Չեմ կարող մտածեմ, ես հələ դաշտը նստած ուսումնասիրում եմ։ Ես չեմ հասկանում ինչ է տեղի ունենում։ Եվ երկրորդը, գիտեք, ոչ թե մանդատն է մարդ ստեղծում, այլ մարդն է ստեղծում մանդատ։ Այդ մանդատով չի, որ ես պետք է գործեմ։ Ու ես մինչև մանդատ ունենալսել եմ դա ապացուցել, մանդատից հետո եմ դա ապացուցում։ Ու երբ որ մարդը խնդիր է ունենում, ավելի հեշտ ինձ է գտել եւ գտնում, քան իրանց մանդատավորներին, որոնց ոչ այն ժամանակ նախ գտնեին իմաստավորներ, հիմա գտնեն իմաստավորներ։ Ուզուտի մեգոն շոյելու համար այդ մանդատ ինձ ոչ մի բան չի տալիս։ Գուցե 1-2 ինչ որ դուր բացի, բայց այդ դռների չաչատերը Աստվածտա երբեք չլինի որ բացվի, հա։ Օրինակ կալանավորված քաղբանտարկյալին գնան տեսնեն։ Զուտ դրա համար չարժի մանդատ ունենալ։ Ու լեգիտիմացնել է չխմածին, հա։ Ուղղակի դրա համար չարժի մանդատ ունենալ։ Իսկ մնացած դեպքերում ընդդիմության մանդատը գրեթե ոչ մի բան է։ Հավասար է իմ մանդատ չունենալու։ Բարձրաձայնում եմ խնդիրներ իրանցից շատ հաճախ, լուծում եմ լիքը խնդիրներ իրանցից շատ հաճախ եւ միշտ, որովհետեւ ուզում եմ որ պետք է լուծեմ։ Որովհետեւ մարդուն պետք է որ պետք է լուծեմ։ Որովհետեւ դա իմ շահի համար չի։ Դա պետության, հանրության շահի համար է։ Հիմա գնամ զուտ մանդատի համար չէ, իսկ եթե դինի են առողջ ուժը, որը իրապես որի կարիքն ունենք, որը ունի իմ կարիքը եւ ես ունեմ իրանց կարիքը, ինչու՞ չէ։ Էական չի։ Դեռ ուժերը նոր են ձևավորվում։ Դեռ նոր են։ Ես չեմ կարող որևէ բան ասեմ դրական կամ բացասական նոր ձևավորվող մեր ձևով շարժման մասին 1-2 դիտարկում կարող եմ անել, որը չեմ ուզենա, այսպես ասած, տեսնեմ մարդկանց այդ վերափոխումները ընդամենը շարժման մեջ ներգրավելով, արդեն իրենք պահում են իրանց ԿՊ-ի են չխմած падգամավորուհիների նման, արդեն իրենք կարող են անցնեն բարև տան, բարև չտան, մինչև այդ շատ բարևները նորմալ էր, հա, կարող են չճանաչեն արդեն, կարող են այդպես ԿՊ-ն ձևավորվեց, այդպես հանրապետականը ձևավորվեց։ Ու եթե մեր ձևովը գնաց այդ ճանապարհով, բանով չի տարբերվի, հա, բայց այս վաղաժամ է որևէ բան ասել, որովհետև ձևավորման փուլում է ու լիքը մաքրումներ են լինելու, ջրեր է հոսելու, այդ կերպարներն են բացահայտվելու դուրս գալու եւ այլն, հա դեռ վաղ է որևէ բան ասելը։
կա հայաքվե շարժումը, դեռ հասկանալի չի ովքեր են ամբողջական եւ ինչ է։ Այսինքն կան որոշակի ուժեր, որ իրականում եթե այն փիլիսոփայությունը իրենց առաջ դրած իրանք գնան այդ ճանապարհով, պարտադիր չի իմ լինելը։ Թող լինեն, ես կլինեմ սովորական քաղաքացի, մի քիչ ես վայելեմ, ինչ կլինի որ։ Մի քիչ այն որ դեկրետի մեջ ես ուզենաս որ այդ ամբողջ օրը նվիրես երեխուդ, ոչ թե նայես թե ոնց զանգես սրանից, ինչ խնդրես նրան, ինչ հասնես սահմանին, քար ուղարկես, չգիտես ինչին, ինչ անես, իրանքի հաշվետվություն տան։ Ես էլ եմ ուզում հանգիստ ապրեմ։ Իսկ եթե պետք եղա, միշտ գործում եմ։ Ուղղակի հնարավորություն ունենամ պետություն ունենալու, որ գործեմ, էդ էլ է արդեն չէ երազանք դառնում։ Էս է, դեռ այս պահին հստակ որևէ ուժի որ կմիանամ, իմ աչքի առաջ չեմ պահում։ Ես ընդհանրապես դիտարկումներ եմ անում, մասնագիտական նաև, անցյալի փորձի ու սխալի նաև հիման վրա, հասկանամ ինչ ուժեր նոր կձևավորվեն, վստահ եմ լիքը ուժեր արդեն այսպես սաղմնային վիճակում են, հա դուրս կգան, որին է պետք օգնել իրապես, որ գիտես չի դառնա նիկոլական թիմ, եւ այսպես շարունակ։ Անցած ընտրությունների ժամանակ շատ տեղերից առաջարկ ունեցա, հա, բոլորին մերժում է ու անհասկանալի էր։ Երևի վախենալու բան ունեմ, հենց այդ է որ ոչ մի վախենալու բան չունեի։ Իմ կյանքի միակ սխալն էր, որ քաղաքացիական պայմանագիր իմ քայլը խմբակցության հետ անցել եմ ճանապարհ, դա ազգի 90%-ի սխալն էր, հա, ես բոլորից մեկ էի, ուղղակի իմ ազնվությունը այնտեղ էր, որ ես մենակ ներողություն խնդրող մարդն եղա, հա, որի համար չեմ զղջում, հա, երիցս ներողություն եմ խնդրում։ Ես ընդունում եմ իմ սխալը, ես երկրորդ անգամ չեմ ուզում սխալվեմ։ Այդ նույն սխալը ես չեմ ուզում միամիտ ես էլ դառնամ հանցագործ, որովհետև ես չեմ ապրում հանցագործի կյանքով։ Ընդ որում որից ոչ օգտվում եմ, ոչ վայելում եմ, նորից են որ ասում է դու անընդհատ իշխությունը անում ես, ինչ որ մարդիկ վայելում են։ Հա, պապիկս մի լավ խոսք ուներ։ Ասում է, էշին ասում են աչքդ լույս, քեզ հարսանիք են կանչում, ասում է գիտեմ սիրելիս, ինչ ջուր գրելու են կանչում։ Հիմա այդ ժամանակ 21 թվականին, երբ որ ինձ հրավիրում էին, հա, տարբեր խմբակցություններից, ես հասկանում էի ինչ էին իրանք ինձ հրավիրում, որովհետև ես ունեի վաստակած հեղինակություն, ես ունեի կոնկրետ դիրքորոշում, ու մինչև էդ էլ, հա, ԿՊՆ-ն այդպես ինձ հրավիրեց, օգտագործելու խնդիր կար եւ այլն, իմ ունեցած, ախպեր, չէ, ես իմ ունեցածը էլի կկիրառեմ, ոնց կիրառում էի մինչև երկդաշինքը։ Դուք էլ ձեզնով։ Հիմա եթե չի լինելու այնտեղ որտեղ որ իրապես 10 հոգի են, 10 հոգին է հասկանում են, որ դա մենակ մի հոգու աշխատանքը չի, այ թիմային աշխատանք է, որ չլինի էշություն անել։ Այդպիսի թիմի հետ պատրաստ եմ միշտ համագործակցել։ Եթե եղավ կհամագործակցեմ, եթե չեղավ, Աստված իրանց հետ ես իմ տեղում մեկի անում եմ իմ գործը։ Շնորհակալ եմ Տիկին Հովսեփյան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ ես էլ։ Իմ հյուրն էր ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։ Կհանդիպենք։